ներկայացրել ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը, 4-րդն ոնց որ թե ձևավորվում է, տարբեր հարցումներ են անցկացրել եւ օրինակ մեկ-երկու հարցումների աշնանհամեմատ Նիկոլի Վարկանիշը բավականին ընկնում է եւ տեսանելի է հիստերիկ քայլերը, կարճում է նորից ինչ-որ մարտի 1, ինչ-որ խոսություն նորից բերում է նախկիներ, բայց ակնհայտ է, որ դա չի աշխատում, դատական համակարգի ճնշումները շարունակում են, վստահ եմ, որ ինքը հասկացել է ձերբակալությունները հակառակ էֆեկտ են ունենում, ոչ թե կարողանում է վախի մթնոլորտ դարձնել, հակառակը եկեղեցու վրա հարձակումը նույն կերպ, հիմա այսպես ինչ-որ բաներ է անում սոցիալական հարցերով, դա էլ ինչ-որ ինչ անում է գլխի վրա այսպես շրջված է լինում, առողջապահական համակարգում օրինակ ռեֆորմներ է արել, ակնհայտ է, որ այնտեղ բունտ է հասունանում, տեսեք, մի կողմից ասում են լավ է, ինչ-որ սոցիալական բան հարցեր է լուծում, բայց մյուս կողմից բժիշկների, բուժաշխատողների աշխատանքը 30%-ով ավելի մեծացել է, բայց աշխատավարձը արդեն մեկ ամիսի, երկրորդ ամիսը պիտի ստանան, նվազել է 20-30%-ով, տեղեկա, որ ավելի։ Եվ չի բացառվում, որ այս ռեֆորմների հետևանքով մենք կորցնենք շատ բժիշկներ եւ մասնագետներ, գիտեք, որ դա խնդիր է, կամ թոշակառուների հարցով։ Ինչ վիճակում է ինքը, ինչ վիճակ է ընդհանուր առմամբ պատկերը եւ ինչ ակնկալել, իսկապես վախերունի թե ոչ եւ ինչ խորհուրդներ ունեք տալու մեր ընդդիմությանը։ Դե մենք պետք է հասկանանք, որ 8 տարի անց մենք պետք է ասենք, որ այն բոլոր խոստումները փոփոխություն անցկացնելու, ռեֆորմներ անցկացնելու ձախողվել են, մեծ հաշվով ձախողվել են։ Ամենամեծ ձախումը դա իհարկե դատական համակարգն է, որովհետեւ եթե մենք չունենք անկախ դատական համակարգ, դա նշանակում է, որ մենք չունենք նաև հանրապետություն։ Սա աքսիոմատիկ է, մենք շատ արագ տեմպերով շարժվում ենք արդեն նույնիսկ բռնապետ համակարգ չի, սա արդեն տոտալիտարին է մոտենում, որտեղ իշխող ուժը փորձում է ամբողջ ռեպրեսիվ մեխանիզմը օգտագործի բոլորի դեմ, ովքեր համաձայն չեն։ Կամ եթե ուրեմն իրանց հետ համաձայն չեն, ուրեմն իրանք Մոսկվայի ագենտ են, պիտակավորել, որպեսզի չեզոքացնել այդ ուժը, հա, դա իրանց ռազմավարությունը։ Բայց սա իմ կարծիքով չաշխատող ուրեմն ռազմավարություն է, ինչու, որովհետև մարդիկ ի վերջո հասկանում են, որ այն ուժը, որը 18 թվին եկավ եւ խոստումներ տվեց, դրա հակառակին բերեց։ Մենք ոչ մի լուրջ էական ուրեմն եւ որակյալ փոփոխություն մինչ այսօր չենք տեսնում։ Այն ինչ որ իրենք անում են սուբվենցիոն ծրագրերով կամ թոշակները բարձրացնելով կամ ինչ որ բանում են, իրանք այդ ամենը անում են, դա հասկանալի է, որ դա ուղղակի փորձ է հարկատուի հաշվին ինչ որ զանգվածներ, ընտրողների զանգվածներ, դե ինչու՞ չէ, նույն բանն է, դու ոնց որ կաշառես, հա, մարդկանց փող ես տալիս, որ իրանք քո համար ձայն տան։ Քո համար ձայն տան։ Իսկ ինչու է սա տեղի ունենում, որովհետև բյուջեում նախատեսված չի բացառում, ասենք ինքը հուլիսին ասի դե քանի որ բյուջեում նախատեսված չէ, ես չեմ կարող տալ։ Այո, այդ ամենը գալիս է նրանից, որ մենք չունենք հանրապետություն։ Հանրապետություն լիներ արդեն ոչ միայն, տեսեք, այլ երկրներում ինչ է տեղի ունենում։ Սրանից ավելի շատ, ավելի փոքր, ավելի մեղմ խախտումների դեպքում ուրեմն համակարգը ստիպում է, որ վարչապետը, նախարարները հրաժարական տան դուրս գան, հələ մի բան էլ կարող է լինի քրեական գործ իրանց դեմ հարուցվի։ Մենք չունենք որևէ մի ձև ազդելու իրանց վրա, այսինքն իրանք ինչ էլ անեն, ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրանց արածի համար։ Միայն պատասխանատվությունը, որ իրանք պետքա կրեն, միակ ձևն է, որ այս ժողովուրդը կարող անի, դեր այդ փոքր հույսը կա, այդ օրն է, այդ մի օրն է, երբ որ պետքա բոլորը, ովքեր որ հասկանում են այս ամենը, պետքա գնան եւ քվեարկեն։ Եվ ինչպես պետքա քվեարկեն։ Բոլոր այն ուժերի կողմ, ինձ համար նշանակություն չունի որ ուժի կողմ, այն ուժերի կողմ, որոնք որ ասում են, որ Հայաստանը պետք է ազատվի այս իշխանություններից։
Միայն այդ է աշխատողը։ Իհարկե կլներ իդեալական, եթե անդիմությունը կարողանար համախմբվեր, տեսականորեն հասկանալի է, եւ համախմբվում ես եւ մի ինչ որ ուժ է, որը որ դուրս է գալիս իշխող ուժի դեմ, եւ դա կբերեր հաջողության։ Բայց եթե դա հնարավոր չի, մյուս տարբերակը կոնսոլիդացիայի, դա իհարկե մի քանի բլոկ ստեղծել, որոնք նույն այդ բանով գնում են դեպի իշխանափոխություն Հայաստանում։ Դեր շուտ ասել ինչ վերջնական տեսք ստանալու, ինչ կոնֆիգուրացիա է ամենը ունենալու, բայց ինձ համար ակնհայտ է մի բան, ամբողջ երկրի բոլոր քաղաքացիները պետք է հասկանան, որ այդ օրը որոշվելու է այդ ապագան, կամ մեզ բերելու են, վաճառելու են այդ կեղծ նարատիվը, որ ապագան լավ է լինելու, որ տնտեսությունը շատ լավ է զարգանում, որ անվտանգություն է լինելու, շատ լավ հասկանալով, որ այդ ամենը այդպես չի։ Դրանք ուղղակի կեղծ եւ դատարկ նոր խոստումներ են, որոնցով իրանք փորձում են նորից շարունակել իրանց իշխանությունը։ Կամ մենք գնում ենք եւ գնում ենք դեպի ուրեմն ես չեմ ասում վերադարձ նախկինին, իրանք դրանով են փորձում վախեցնել, որ եթե մեզ ձայն չտակ, դուք տալիս եք ձայն նախկիններին ու դրանով վտանգելու եք ուրեմն հանրապետությունը եւ այլն։ Դե իմ կարծիքով մարդիկ սկսել են հասկանալ, որ իրանք ավելի լավ չեն ապրում, միանշանակ։ Միանշանակ ավելի լավ չեն ապրում։ Մենք նախնական զրույցում խոսում էինք դրա մասին։ Տեսեք, հիմա ով ասում է, որ Նիկոլեն Թալանչիան հանցագործ են, ձախողել են, անփորձ են, դավաճան են, քննադատում են, ընդդիմադիր կեցվածք ունեն, ինչ են անում։ Ռուսաստանի շպիոններ են, ռուսաստանի գործակալներ են։ Այո, ես ասացի արդեն դրա մասին։ Այս թեզը դեպես բանեցնում են, բայց իրենք շատ ներքին կյանքում դա բանեցնում են, բայց հետո իրենք շատ այսպես խելոք երկու ոտքերի վրա, թաթերի վրա գնում ասում են մենք կրևնում հավատարիմ ենք, երեք էլ նորից ասել Նիկոլը։ Դրանից առաջ Ալենը, դրանից հետո նորից Նիկոլը, այնպես որ այս կեղծ բաններ պիտի էլի մեր ժողովրդին հասցնեն։ Իրանք ասենց ինչ որ իրանց թվում է, որ դիվանագիտությունը դա երկու երեսանություն է։ Այսինքն դու ներսում ամեն ձև աշխատում ես նրա վրա, որ ես հակառուսական բան ստեղծվի, դաշտ ստեղծվի, ու այնպես չի, որ Ռուսաստանին պետք չի ինչ-որ հարցերում քննադատել իրենց վարած քաղաքականության համար, բայց իրանք այդ ամենը օգտագործում են որպես այդպես միանշանակ հակառուսական սենց ինչ-որ դաշտ ստեղծվի, ինչու, որովհետև հենց այդ դաշտն է, որ իրանք փորձելու են օգտագործել, հենց որ մեկը ինչ-որ մի բան իրանց դեմ ասեց, դու կապում ես, ասում ես, իրանք ռուսի բանն են, 5-րդ չարասունն են, կամ գործակալ են, կամ եւ այլն, Էդ է իրանց իսկ երկրորդ բանով կողմով շատ ճիշտ ասացիք, արդեն մոռանում են հիբրիդային պատերազմի մասին, երբ որ գնում են Մոսկվայացնում, որովհետեւ այնտեղ այլ հաշվարկներ կա։ Այդ հաշվարկները տնտեսական են, այդ հաշվարկները ավելի շատ կախված են իրանց գրպանների հետ եւ այլն։ Դրա համար մենք միանշանակ պետք է հասկանանք, եթե կա ինչ-որ մեկը, որ ասում է այս մարդը գործակալ է, կամ պետքա փաստեր ներկայացնի, ստույգ, կամ եթե դու ասում ես, որ գործակալ է, դրա հետևանքը ինչ պետքա լինի, թե ուղղակի ասում ես, որ գործակալ է։ Վերցրենք նույնիսկ Վեապարի եղբոր մասին, ասին Մոսկվայի KGB-ի գործակալ է։ Ինչ ներկայացրին մեզ։ Ինչ որ մի հատ թուղթ էր, ինչ որ քաղվածք էր, որտեղ ասված էր, որ նա իբրև եղել է գործակալ 86-ից մինչև 88 թիվ։ Առաջերտին ես չեմ պատկերացնում գործակալ, կամ մի ասենք բան, դա լինի Մոսադը, լինի MI6, լինի Միացյալ Նահանգների տարբեր բաներ, որոնք որ այդպիսի կոնտրակտ են կնքում, 2 տարով լինելու ես գործակալ, դες բան գոյություն չունի։ Երկրորդը, եթե դա կա իրոք, դա ինչ է նշանակում իմջալոց, այն ինչ որ տեղի ունեցել միջև 91 թիվ, դա ինչ է նշանակում։ Եղել են, ես համոզված եմ, որ շատ գործակալներ են եղել, որոնք կարող է հիմա են գործակալ, ես չգիտեմ։ Բայց եթե դու դա անում ես, դու պետք է բոլորինը չէ հայտնաբերես։ Կամ դու բացում ես լյուստրացիա ես անցկացում եւ մենք բոլորս տեսնում ենք ովքեր էին,
Կամ դու չես անում այն ինչ որ դու օգտագործում ես քաղաքական քո շահերի նպաստող բաների համար, հա, այս սրան մեզ կարամ անեմ, իսկ սրան չեմ կարող անեմ։ Դա այդպես դա նորից բերում են նրան, որ դա արդար ձև չի, հա։ Կամ պետքա բոլորինը բացահայտես, ես եւ կան երկրներ, որոնք որ գնացել են այդ ճանապարհով, բացահայտել են բոլորին։ Եթե դու չես գնում այդ ճանապարհով, ուրեմն դու չես կարող վերցնես ինչ որ մեկին ու առանց հետևանք, հա, ասենք թե ասի գործակալ են։ Հետո ուրեմն այդ մարդիկ ինչ, դու իրանց ոնց որ փորձես քաղաքական լուստրացիա անցկացնես առանց իրական լուստրացիայի, հա։ Ասես դրանց ձայն մի տվեք հանգարց, որովհետև իրանք այ Ռուսաստանի ազդեցության տակ են լինելու։ Իսկ այն որ դու Թուրքիայի ազդեցության տակ ես, որ նրանք բաց ասում են, որ դու իրանց համար ամենակարևոր բանն ես, քաղաքական գործիչն ես այստեղ, դա ոնց որ նշանակություն չունենա, հա, չէ, այդպես չի ասել, ինչ ասել, իհարկե նա դիվանագետը նա հասկանում է, որ չի կարող անուններ տալ, բայց ինքը ասում է այն կուրսը, որ իշխանությունները անում են, դա պետք է շարունակվի Հայաստանում։ Պարզ չի, ինչի մասին է խոսքը։ Հիմա ասենք որ գործակալ ես, էլի չեմ ասելու գործակալ ես, որովհետև մինչև փաստը ես չտեսեմ, ես չեմ կարող տենց բան պնդեմ։ Ու մեր ուրեմն հասարակությունն էլ պետք է շատ ավելի սթափ մոտենա, հա, այդպիսի մեղադրանքներին եւ այլն, հասկանա, որ դա ուղղակի քաղաքական նպատակներ է հետապնդում եւ մի ուժի ուրեմն վերարտադրման հարցը ամրապնդելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է անդիմությանը, այո, միակ հնարավորությունն է աշխատել եւ անել ամեն ինչ, որպեսզի մասնակցությունը ավելի մեծ լինի ընտրություններին, եւ դա կախված կլինի իրանց ներկայացրած այլընտրանքային տեսլականներից, հա, ինչ են իրանք ներկայացնում բնակչությանը, եւ մարդիկ պետք է հավատան, որ դա իրական այլընտրանք է ԿՊ-ի ներկայացրած բանից, հա, այդ ապագայից, մեկ, երկրորդը իհարկե պետք է վստահելի լինեն, որ մարդիկ գնան իրանց ձայնը տան, եւ երրորդ ամենակարևոր պահը պետք է կոնսոլիդացված լինեն, որովհետեւ Փաշինյանն էլ հասկանալով, որ շատ ցածր է իր ուրեմն հնարավորությունները այս պահին արդեն գնալով նվաճում են, ինքը պետք է կամ հույսը դնի, որ ազգային ժողովում ընտրություններից հետո պետք է կոալիցիա ձևակերպի, ինչ որ մի ձև, որովհետև ինքը պետք է ապահովի սահմանադրական մեծամասնությունը, չէ, որովհետև ինքը խոստում է տվել Ալիևին, որ ինքը պետք է սահմանադրությունը փոխի, իսկ եթե ինքը սահմանադրությունը չի փոխում, ինքը պետք է մոռանա խաղաղության պայմանագրի մասին, բայց ես ավելին կասեմ, որ այդ այսօրվա պահանջն է Ալիևի կողմից։ Ես համոզված եմ, եթե նույնիսկ ինքը հասնի այդ նպատակին, ինչ որ մի ձև սահմանադրությունը փոխի, այ պատկերացրենք, որ ինքը կարողանում է, այդ անում է։ Ես համոզված եմ, որ այդ պահին Ալիևը ներկայացնելու է նոր պահանջարկներ, կամ ասելու է, որ այդ ձեր սահմանադրության մեջ ոչ մի բան չի ասված, որ դուք պետքա փոքրամասնությունների ուրեմն իրավունքները պաշտպանեք։ Չեք կարող ասել ադրբեջանցիների, ընդհանուր ասեք, որ այ վթարված Հայաստանից վթարված ուրեմն փոքրամասնությունը իրավունք ունի վերադառնալ։ Բայց մեզ պարզ է, չէ, որ ոչ Փաշինյանը, ոչ իր կառավարությունը պատրաստ են ինչ-որ մի քայլ անել, իրանք ամեն մի քայլ անելուց ասում են այնպես չլինի, որ կամ Անկարայում կամ Բաքվում վրդովմունք առաջանա։